Այստեղ ես մի հատ մեծ ցուցակ եմ բերել, թե ընդհանրապես ինչ process-ներ կարելի ավտոմատացնել բիզնեսում։ Դրանք առանձնացրել եմ ըստ տարբեր ֆունկցիաների, որպեսզի հեշտ լինի, այսպես մի բանով մի հայացքով հասկանալ, թե որտեղ ունեք ցավոտ կետ ու որ ուղղության վրա կարելի է կենտրոնանալ։ Վաճառք, մարքեթինգ, հաճախորդների սպասարկում, ֆինանսներ եւ հաշվապահություն, մարքեթինգ ռեսուրսներ, գործառնություններ, լոգիստիկա, ՏՏ եւ անվտանգություն, անվտանգության ինֆրաստրուկտուրա, իրավաբանական մաս, վարչական մաս եւ իհարկե ռազմավարություն եւ կառավարում։ Բիզնեսի բոլոր ֆունկցիաները, բոլոր հիմնական ֆունկցիաները, որ բիզնեսում կան, իրենց մեջ կան կտորներ, կան process-ներ, որոնք հնարավոր է ավտոմատացնել, հնարավոր է AI գործիքներով էականորեն արդյունավետ դարձնել եւ ձեր բիզնեսը արդյունքում շատ ավելի մրցունակ դարձնել, հա։ Ամեն ուղղության տակ նշել եմ այն հիմնական process-ները, որոնք որ կարելի է ավտոմատացնել ու ամեն մի process-ի տակ էլ կան բազմաթիվ նախ տարբերակներ ավտոմատացման եւ տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր գործիքներ, որոնցով դա կարելի անել։ Այստեղ խնդիրը ընդհանրապես գործիքը չի, խնդիրը նորից ասեմ, հա, խնդիրը լուծումն է, պատրաստի լուծումը կամ այդ պատրաստի լուծումը սարքողն է խնդիրը, ոչ թե գործիքը։ Գործիք հաստատ կա։ Այն ինչ մտածում եք, որ կարելի է ավտոմատացնել, դրա ավտոմատացման գործիքը արդեն կա։ Այստեղ խնդիրը դրա ճիշտ իմպլեմենտացիան է։ Այստեղ երեք կարևոր գաղտնիք ասեմ, ինչ որ չափով ամփոփելով մինչ ես իմ խոսացածը, երեք կարևոր գաղտնիք ասեմ։ Առաջինը AI main IT ընկերությունների համար չէ, ինչպես տեսանք, AI-ի օրինակներ ավանդական բիզնեսում նույնպես կա։ Երկրորդը ձեզ ընդհանրապես պետք է ծրագրավորող լինել, որպեսզի AI ներդնեք, իրականում կան բարձ ավտոմատացումներ, որ կարելի է սեփական ձեռքերով անել, դրա մասին մի քիչ ուշ կխոսամ, բայց այստեղ ավելի կարևոր է ընդհանուր գրագիտությունը եւ ճիշտ լուծման պրոյեկտը կառավարելը, ոչ թե նույնիսկ ճիշտ գործիք ընտրելը, ճիշտ լուծումը սարքող, այսինքն տեխնիկական մատակարարին ընտրելը եւ այդ process-ը, այդ պրոյեկտը ճիշտ ղեկավարելը, սա է կարևոր իրականում, որը որ ընդհանրապես մի 10-20%-ով է տեխնիկական գիտելիք, մնացած մասը կառավարման, մասնավորապես նախագծերի կառավարման գիտելիք է։ Եվ երրորդ կտորը AI-ը թանկ հաճույք չի, ժողովուրդ։ Թանկ հաճույք չի, երբ համեմատում ենք այն պոտենցիալ օգուտների հետ, որ կարող է տալ, այսինքն երբ հաշվում ենք ROI-ին, հա, ROI-ը։ Մի հատ օրինակով հաշվենք, հա, պատկերացրեք, դուք ծախսում եք 3 միլիոն դրամ ինչ-որ ավտոմատացման վրա, օրինակ սպասարկման մեջ ավտոմատացման վրա, ներդնում եք հաճախորդների հետ շփման բոտ, ով որ, ինչպես նոր ասացի, 24/7 ռեժիմով կխոսա հաճախորդների հետ, արագ կպատասխանի։ Սրա արդյունքում դուք 3 աշխատակցի փոխարեն արդեն կարիք ունեք ընդամենը 1 աշխատակցի, ով որ ինչ կանի, ընդամենը կհետևի, որ AI-ը ճիշտ պատասխանի, եթե կարիք կա ուղղելու ուղի եւ պրոբլեմատիկ դեպքերը, որտեղ որ AI-ը արդեն կսկսի զբոյ տալ, դրանցով կզբաղվի։ Իհարկե սա հիպոթետիկ օրինակ է, բայց մոտավոր եւ թվերը եւ պոտենցիալ օգուտը մոտավորապես այս սահմաններում են, հա։ Ինչ կխնայեք դուք։ Եթե մենք հանենք այդ երկու աշխատակցի աշխատավարձը, պայմանական 200,000 դրամով հաշվենք, 2 հոգի, 12 ամիս, մի հատ էլ 1.5-ով են բազում պատկել, հարկեր, տուրքեր, արձակուրդներ, հա, եւ այլն, հա, այս այլ ծախսերը հաշվի առնելով, օֆիսային ծախսեր, այդ մարդկանց համար տեխնիկայի եւ այլն, այդքանը հաշվի առնելով մոտավորապես 1.5-ով են բազում պատկել, ու ստացել եմ 7.200,000 դրամ միայն առաջին տարում։ Այսինքն երկու աշխատակից քչացնելով դուք մեկ տարում 7.200,000 դրամ ծախս կկրճատեք, իսկ այնտեղ մոտավորապես 3 միլիոն է։ Երբ որ 3 միլիոնին ես առանձին նայում, շատ է, հա, 3 միլիոն մի հատ բոտի համար աննորմալ թիվ է։ Բայց երբ համեմատում ես 7-2-ի հետ, հասկանում ես, որ սա ներդրում է, որ մոտ 5-6 ամսում իր գումարը հետ է բերում, հետո
հենց երկար ժամանակ, միգուցե երկար տարիներ աշխատի եւ շարունակի շահույթ բերի։ Մի քանի գործիք ասեմ, ես մի քանի անգամ ասացի, որ գործիք էական չէ, բայց ամեն դեպքում մի քանի գործիք ասեմ, որոնք որ ղեկավարի ամենօրյա աշխատանքին գործիք կարող են դառնալ ու որոնց տիրապետելը շատ կարևոր է ղեկավարների եւ գործարարների համար։ Так, ну, ChatGPT, Gemini եւ այլն, սրանք ղեկավարը կարող է օգտագործել հազարումի նպատակով, բայց ռազմավարության եւ որոշումների կայացման գործում սրանք շատ օգտակար են։ Սրանց մասին հաստատ լիք ինֆորմացիա ունեք, չկենտրոն, հա։ Հանդիպումների եւ դրանց արձանագրությունների կազմման համար եթե բոլոր օնլայն հանդիպումների հարթակները հիմա ունեն օնլայն միտինգների արձանագրություն կազմելու գործիքներ, դրանց բացի կա CRISP-ը, հայկական CRISP-ը հայտնի, որը նույնպես այդ ֆունկցիոնալ ունի Otter-ը եւ էլի տասնյակ նման ծրագրեր կան։ Իրականում դեռևս հայերենով մաքուր արձանագրություններ չեն ստացվում, համենայն դեպս իմ փորձած ոչ մի գործիք դեռևս հայերենով մաքուր արձանագրություն չի ստանում, բայց կարծում եմ դա մի քանի ամսվա խնդիր է եւ շատ արագ այդ հարցը կլուծվի, համենայն դեպս Gemini-ը գնալով ավելի ու ավելի լավ է հասկանում հայերենը։ Մյուսը տեղեկատվության որոնման համար շատ ամենահարմար, ամենաուժեղ գործիքներից մեկը Perplexity-ն է, կարծում եմ ես շատ այդ օգտագործած կլինեք, կոնսպեկտավորման արագ ուսուցման համար Google-ի Notebook LM-ն է շատ լավ գործիք, որը թույլ է տալիս ներբեռնել ձեր ինֆորմացիան համակարգում եւ արդեն հարցումներ անել այդ ինֆորմացիայից ելնելով ու նաեւ AI-ին հանձնարարել, կոնսպեկտել, ձեզ սովորացնել այն նյութը, որը որ տվել եք իրան սեղմված, հա, կամ օրինակ հարցեր տալ այդ նյութից ինքը քննի ձեզ պատասխանի կամ նույնիսկ այդ նյութի հիման վրա ստանալ կարճ ոդկասթեր, հարցազրույցի տեսքով ոդկասթեր եւ այլն շատ մեծ հետաքրքիր հավես ֆունկցիոնալ ունի, երբ մենք ունենք մեծ ծավալի ինֆորմացիա եւ դրա հետ պիտի աշխատենք, սովորենք, ուսումնասիրենք, կարդանք, կոնսպեկտենք, ինչ-որ բան ստանանք դրանից, սա շատ լավ գործիք է։ Ձայնի մաքրման երբեմն սրա անհրաժեշտություն լինում է, CRISP-ը, Podcast-ը, այս երկուսն էլ հայկական application-ները, երկուսն էլ շատ լավ դառնում են։ Մյուս լավ գործիքը, սա շատ ունիվերսալ թույն, շատ լավ գործիք է, օգտագործեք նման ֆունկցիաների համար, ինֆորմացիայի քարտեզագրման, ֆայլերի պահպանման, ֆայլերի այլ մարդկանց հետ կիսվելու, նշումներ անելու, ու էլի տասնյակ այլ ֆունկցիաներ ունի Notion-ը, Notion Com-ը, սա մինչև այս AI մոդը ընկնելը էլի շատ տարածված, շատ ուժեղ գործիք էր, իսկ հիմա AI թուլերով ավելի հզորացվելուց հետո ընդհանրապես հրաշքներ է գործում ինֆորմացիայի կառավարման, կիսվելու, ինում ինֆորմացիայի հետ կապված ինչ-որ պրոցեսներ անելու, աշխատանք անելու, քննարկումներ կլինի, համատեղ աշխատանք կլինի եւ այլն, ինչ-որ հանձնարարությունների կառավարման կտոր անելու եւ այլն։ Այդպես Excel-ի հետ աշխատանքի լավ բոտեր կան, որոնք որ թույլ են տալիս Excel-ի մասին, Excel-ի հետ աշխատանքի փորձ չունենալով Excel-ով հրաշալի աշխատել, այսինքն օրինակ դուք ուզում եք ինչ-որ Excel-ի աղյուսակների վերլուծություն անեք, բայց ֆորմուլաները չգիտեք Excel-ում, դուք կարող եք ուղղակի AI-ին ձեր բառերով գրել թե ինչ եք ուզում, ասել ուզում եմ որ բես յունակից վերցնի ինչ-որ բան, տանի այս յունակի հետ համեմատի եւ ինձ բերի այն ինֆորմացիան, որը որ այսինչ պարամետրերին է համապատասխանում։ Ձեր բառերով նկարագրեք եւ AI-ը արդեն կգրի այն ֆորմուլաները, որ պետք է գործողություն անելու համար ու կկատարի։ Ֆորմուլա բոտը օրինակներից մեկն է, թե ինչպես կարելի է դա անել, հա, որ գործիքով կարելի է անել, հարյուրավոր նման բոտեր կան, գործիքներ կան Excel-ի հետ աշխատանքի։ Եվ ամենակարևոր մասը, ամենաարդյունավետ, ամենաուժեղ մասը, որը որ կառավարման պրոցեսների ավտոմատացման մեջ կարելի է կիրառել, դա պրոցեսների ավտոմատացման ժամանակակից գործիքներն են։ Այստեղ երկու գործիք եմ բերել, N8-ը եւ Make.com-ը,
իրականում այստեղ էլ կան տասնյակ գործիքներ, բայց այս երկուսը ամենատարածված եւ ամենահզոր ֆունկցիոնալ ունեցող գործիքներն են։ Իրենք թույլ են տալիս պրինցիպը կպցնել ցանկացած գործիք, on-line գործիք, հա, ցանկացած այլ գործիքի ինֆորմացիա տեղափոխել, գործողություններ անել տարբեր on-line տիրույթներում, չգիտեմ, նամակ ուղարկել, մեսեջ գրել, ինչ որ բան սարքել, PDF սարքել, գնահատառք սարքել, ինչ ասես կարելի է սարքել այս գործիքներով։ Այս են ուրեմն թուլերի sense բան փոքր ցուցակ, որոնք որ կարելի է վերցնել ու կիրառել, այսինքն հենց վաղն կարելի է նստել այս գործիքներից, այս խնդիրներից, որ ունեք, վերցնել տվյալ խնդրի դիմաց գրված գործիքը, արագ սկսել ինչ որ մանր արդյունավետության բարձրացման բաներ անել, հա, աշխատանքներ անել, մի քիչ ավտոմատացնել ձեր գործը։